Օրեր շարունակ հայկական մամուլում եւ ինստագրամյան հարթակում ամենաշատ ցուցադրվող տեսանյութերը կրտսեր Արամ Ասատրյանի հարցանյաց հանդեսից էին։ Հուսայն Արամ Ասատրյանի որդիներից երջանկահիշատակ Սեդրակ Ասատրյանի որդին Հայաստան էր եկել իր սիրելիի, ընտանիքի, բարեկամների, ընկերների ու հարազատների հետ հենց հայրենիքում տոնելու իր կյանքի կարևորագույն օրը։ Այն է ամուսնությունը։ Արամն ու Աննան հայ առաքելական Սուրբ եկեղեցու օրհնություն ստացան։ Հայկական ավանդույթների համաձայն տոնեցին իրենց հարսանյաց հանդեսը։ Ամերիկայում բնակվող աղջիկը հարսի պարը պարեց իր ամուսնու պապիկի Հուսան Արամ Ասատրյանի երգի ներքո։ Այս կադրերը շատ են սիրվել համացանցում։ Իսկապես Արամն ու Աննան այն զույգերից են, ովքեր կարելի է ասել համատարած սիրվել են հանրության կողմից։ Չկա որևէ քննադատություն, չկա վատ մեկնաբանություն եւ չկան բամբասանքներ այս զույգի շուրջ։ Հավելենք նաև, որ այս օրերին նաև քննարկվում էր Արամ Ասատրյանի մահացած որդու կինը Կարմենն ու նրա ներկայիս ամուսինը Արտակը։ Նրանք երկուսով ապրում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, աշխատում են այնտեղ, ունեն իրենց կլինիկան եւ բժշկությամբ են զբաղվում։ Նրանց մասնակցությամբ տեսանյութերը տարածվել էին համացանցում, խոսվում էր Կարմենի երիտասարդ լինելու, նրանց սիրառած զույգի մասին։ Մեր աչքից չի վրիպել արխիվային մի տեսանյութ, որտեղ Կարմենն ու նրա ամուսինը Արտակը հարսանիքի քավոր են։ Քավորը իր կարևոր խոսքն է ասում հարսանիքի ընթացքում, հոսքն ուղղելով իր սանիկներին, եւ փեսացուին, եւ հարսնացուին։ Նրա խոսքը դահլիճը ջերմորեն է ընդունում եւ ծափահարում է։ Այսօր երկու ընտանիք են միացել, որոնք վերջին տարիներին ահագին դժվարությունների մեջով անցան։ Ես մի բան գիտեմ, որ ընտանիքը եթե դժվարության մեջ դիմանում եւ չի քայքայվում, այդ տարիքի բաժանել անհնար։ Ես վստահ եմ, որ ձեր կյանքը միասին խաղսեր ինչա դեռ, որտեղ ես ձեր կողքին տեսել եմ, ինչի մեջով եք անցել այս մի տարվա մեջ։ Ես ուզում եմ, որ այսօրվանից սկսած ձեր երկուսի ընտանիքներում լինի միայն ուրախություն, միայն ճիչ, երեխեքի լաց, ուրախություն, գրկախառնություն, որ ձերպես հրաշք բալիկներ ունենան։ Այսօր երկու ընտանիք են միացել եւ մեծ պարտականություն է իմ եւ իմ կնոջ, որովհետեւ քավորը նա միայն անձը չի, որ գալիս է այստեղ ուրախանում է ու վաղվանից մոռանում է։ Դա մեծ պատասխանատվություն է։ Ես կարծում եմ քավորը պետք է իր կյանքի փորձը տա իր սանիկներին, որպեսզի նրանք սխալ քայլեր չանեն։ Քավորը երկրորդ ծնողն է։ Ես այդ իրավունքը վերցնում եմ։ Դավիթը նոր մի բան էր ասում, ինչ խորհուրդ կտակ։ Դերջան, ես քեզ խորհուրդ տալու բան չունեմ, ես քո կողքին այնքան եմ նստել, ոտքիդ եղուններից մինչև վերջի մազը քեզ գիտեմ։ Դերջան, ես քեզ խորհուրդ եմ տալու։ Եթե դու ուզում ես, որ քո ընտանիքը երջանիկ լինի եւ հավերաժ, ամեն առավոտ ունենք ցարա, որ լայարդը իրան աշխարհի ամենալավը կա։ Չմոռանաս, երբ որ ինքը զարթնում է, իր մի հատ գրկես ու համբուրես ու ասես դու ամենաուժեղն ես, դու ամենագեղեցիկն ես, դու ամենահրաշքն ես։ Ու հավատա ինքը կգնա այդ օրը բոլոր առյուծների վիզը կկտրի ու կբերի քո ոտքերի դեմը կփռի։ Ես դա եմ քեզ ցանկանում։ Հավելենք նաև, որ այս օրերին Աննան եւ Արամը վայելում են իրենց մեղրամիսը Մալդիվներում։ Աննան հասցրել է մի քանի հրապարակումով հանդես գալ, ցույց տալով, թե որքան շքեղ վիլա են ընտրել իրենք, որքան լավ հանգիստ են ունենում եւ որքան գեղեցիկ է ամեն բան։ Ներկայացնում ենք դրանք ձեզ, մաղթելով բարի դիտում։